Բարի օր։ Եկեք խոսենք Փաշինյանի ու հայ արգելական եկեղեցու հարաբերություններից։ Ես չեմ ուզում շատ կրկնվել, գիտեմ, որ երևի այս թեմայից հոգնած եք, որովհետև մի շաբաթվա ընթացքում Փաշինյանը, այսպես ասած, խաչակրած արշավանք է սկսել այն եկեղեցականների դեմ, որոնք ըստ իրեն խախտել են այդ կուսակրոնության երթումը, ինչ որ սեռական հարաբերություններ են ունեցել, երեխաներ ունեն, որոնց մասին մենք չգիտենք, այդ ամեն ինչը տեսել եք, լսել եք, քեռու կնգա մասին մի խոսքով գիտեք։ Բայց եկեք հասկանանք Փաշինյան եկեղեցի կոնֆլիկտն ու դրա կոնտեքստը, ինչի այս ամեն ինչը եղավ ու ոնց եղավ։ Դրա համար մենք միասին կվերհիշենք այս դեպքի նախորդող իրադարձությունները ու կնայենք կարևոր փաստերին, հետ են գնալ 2018 թվական ու տենց վերհիշելով գալու ենք հասնենք մեր օրեր։ Բայց մինչև վերլուծությանը անցնելը ներկայանամ ինձ չճանաչողների համար։ Ես լրագրող եմ, կրթությամբ քաղաքագետ եմ, իմ YouTube-ում ուզում եմ անդրադառնալ ինձ հուզող թեմաներին, որոնք երևի ձեզ էլ կհետաքրքրեն ու այս ալիքում լինելու են մի քիչ ավելի երկար ֆորմատի վերլուծություններ, ավելի կարճ ընթացիկ թեմաներով, միջազգային, տեղական եւ այլն։ Ես անում եմ վիդեոներ TikTok-ում ու Instagram-ում, բոլոր հղումները կան ներքևում, հետևեք։ Սա ես անում եմ ինքս իմ համար, որևէ գումար չեմ աշխատում, դրա համար մոտիվացրեք ինձ, subscribe, like, share, այդ ամեն ինչը խրախուսվում է։ Փաշինյան եկեղեցի հարաբերությունների քննարկումը ես ուզում եմ սկսել հետ գնալով 2018 թվականի սեպտեմբեր ամիս, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այս լուսանկարը։ Կարծում եմ, որ լուսանկարը իսկապես պատմական է, որովհետև նման դրական դրվագներ Փաշինյանի ու կաթողիկոսի հարաբերություններում քիչ են։ Ընդհանրապես ինձ թվում է Փաշինյանի համար կարևոր է 2018-ի ցույցերի ժամանակ ով ինչ դիրքորոշում ուներ, վստահաբար նա սրան կարևոր դեր է տալիս ու այս առումով պետք է ասենք, որ եկեղեցին 2018-ի ցույցերի ժամանակ հիմնականում դիտորդի դերում էր, բայց անմասնակից չմնաց։ Ինչի մասին է խոսքը։ 2018-ի հունիս-հուլիս ամիսներին սկսվեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք մի քանի անգամ ցույցեր արեցին, մի անգամ նույնիսկ ներխուժեցին Մայրաթոր, մի անգամ շրջափակեցին կաթողիկոսին եւ այլն։ Այս շարժման մասնակիցները հենց առաքելական եկեղեցու հետևորդներն են, որոնց գլխին կանգնած են մի քանի եկեղեցականներ։ Այս շարժումը սկսվեց, քանի որ կար համոզմունք, որ հեղափոխությունը, այսպես ասած, կլինի կյանքի բոլոր ոլորտներում, նաև հոգևոր դաշտում, ու կաթողիկոսի դեմ հենց եկեղեցու միջից եկող նման ընդդիմությունը իմ կարծիքով նաև խոսում է նրա մասին, որ շատերը եւ կաթողիկոսին եւ նրա շրջապատին ասոցացնում են նախկին իշխանությունների հետ։ Եթե հետ նայենք, եկեղեցին իսկապես սատարել է իշխանությանը, իշխանությունն էլ իր հերթին լեգիտիմության պակասը փորձել է լրացնել եկեղեցու միջոցով։ Հետևաբար այս շարժման մասնակիցների համար 2018-ի իշխանափոխությունը տարածք բացեց եկեղեցում էլ իշխանափոխություն անելու համար։ Բայց շարժումը հաջողության չհասավ, նախ որովհետև մարդաշատ չէր, երկրորդը եկեղեցին կարգալույծ արեց այս շարժման եկեղեցական առաջնորդներից մի քանիսին ու այս պայքարը կամաց-կամաց տեղափոխվեց on-line դաշտ, բայց կարծեմ մինչև հիմա էլ նրանք ակտիվ են։ Հիմա գնանք 2019-ի հունվար։ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր պետություն հայ առաքելական եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցերով։ Սա իշխանության կողմից հստակ քայլ էր, այն որ ասում են խոսալու բան ունենք, այ հենց այդ պահն էր։ Տեր Վահրամը Մեդիամաքսին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել. արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է։ Ու արդեն մայիսին կառավարության շենքում տեղի ունեցավ այս աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ Երբ նայում ենք Փաշինյանի ելույթը, կարող ենք տեսնել, որ արդեն նշվարվում են այնպիսի թեմաներ, որոնք հետագայում կամ կբերեն կոնֆլիկտի, կամ դրանք հնարավոր կլինի հարթել երկխոսության միջոցով։ Բայց նաև կա խնդիր հասկանալ, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական, ինքնության պահպանման առումով եւ ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք։ Կրթության ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայրաթորը առաջարկել էր հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման հետ կապված հարցերն էին։ Հաջորդ խնդիրների խումբը վերաբերվում է հարկային հարաբերություններին,
օրինակ կա խնդիր անշարժ գույքի հետ կապված, գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք եւ արդյոք հայ առաքելական եկեղեցում պատկանող գույքը այս առումով միասեռ է, միատարր է, թե այնտեղ կան տարբեր սեգմենտներ եւ արդյոք մենք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերենք, թե ընդհանուր մոտեցում ցուցաբերենք։ Հիմա մենք գիտենք, որ այս բոլոր հարցերը բերել են կոնֆլիկտի։ Բացի այս հարցերից մի կարևոր պահել նկատենք, Փաշինյանը հստակ ցույց է տալիս, որ գաղափարական առումով իշխանությունը եկեղեցու դեմ որևէ բան չունի, համենայն դեպս ինքը, որովհետև ինքը աթեիստ չի, Փաշինյանը առաքելական եկեղեցու քրիստոնյա հետևորդ է։ Իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել նոր կտակարանը եւ կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես բոլոր առումներով, այդ թվում պետական առումով հեղափոխական է եւ դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետության նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության։ Ես սա ասում եմ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին։ Ի տարբերություն Փաշինյանի, կաթողիկոսը կարդաց իր ելույթը եւ դրանում նա նշում էր եկեղեցու պատմական դերը հայ ժողովրդի կյանքում ու պետությունում, նա նաեւ անդրադարձավ եկեղեցի պետություն հարաբերությունների դիրքորոշմանը։ Կրոնական կազմակերպությունների պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է հայոց եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով։ Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը։ Մինչդեռ աշխարհիկ պետություն հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր եւ չի բացառում պետության եւ եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում։ Առավել եւս քրիստոնեական հարուստ ժառանգություն եւ հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստան։ Կաթողիկոսը նաեւ նշում է այստեղ, որ դրական սպասելիքներ ունեն այս նորաստեղծ աշխատանքային խմբից։ Հիմա մի պահ թողնենք այս աշխատանքային խումբն ու գանք 2020-ի ապրիլ ամիս, երբ իրար հետևից հետաքրքիր իրադարձություններ եղան։ 2020-ի ապրիլին ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց arczepiskopos Նավասարդ Կճյանին եւ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ Կճյանը մեղադրվեց առանձնապես խոշոր չափով խարդախության եւ փողերի լվացման մեջ, իհարկե նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը ու այն համարեց երևակայության արդյունք։ Մեղադրանքը առաջադրվել է հետքի բացահայտումների հիման վրա, հայտնի Կիպրոսի սկանդալն էր, Կճյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային մի գործարքի մասնակից էին դարձել, ենթադրաբար, որի հետևանքով սնանկացել էր գործարար Փայլակ Հայրապետյանը։ Տվյալ գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Կճյանի ենթադրաբար սանիկ Աշոտ Սուքիասյանը։ 2019-ին պատժի մեղմացման արդյունքում նա ազատ արձակվեց եւ կալանքից ազատվեց 2020-ի հունվար ամսին։ Բայց գործարար Փայլակ Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, հիմա գործը կարծեմ քննվում է։ Ինչևէ 2022-ին Նավասարդ arczepiskopos Կճյանն էլ արդարացվեց, Կճյանի նկատմամբ քրեական հետապնդումը մի անգամ դադարեցվեց, բայց հետո 2022-ի հուլիսին դատախազը վերացրեց այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բայց հետո 2024-ի փետրվարին դատարանը նորից արդարացրեց Կճյանին, բայց դատախազությունը չի հանձնվում ու այս անգամ էլ դիմեց Վճռաբեկ դատարան։ Իսկ 2024-ի հոկտեմբերին Կճյանից իր հայտնի են սպիտակ Bentley-ն պետականացնելու հայցապահանջը հակակոռուպցիոն դատարանը մերժել էր եւ վարույթ չէր ընդունել։ Նախ այդ Bentley-ն վաճառվել էր դեռ 2013-ին, իսկ վաճառքի մասին տեղեկությունը հաստատել էր նույնիսկ կաթողիկոսը ու ասել էր, որ Կճյանն այդ գումարը նվիրել է կարիքավորներին։ Ինչևէ, Կճյանին վերաբերող ԱԱԾ-ի այս հայտարարությունից մի օր առաջ, 2020-ի ապրիլի 14-ին, կաթողիկոսը ասաց, թե եկեղեցին կարևոր է համարում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Հիշեցնեմ, այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված էր մարտի 1-ի գործով ու Քոչարյանի առողջությունը COVID-ով պայմանավորված վատացել էր։ Այդ ժամանակ նրա փաստաբանները փորձում էին փոխել խափանման միջոցը։ Նախ այս հայտարարությանը արձագանքեց կառավարությունը, Փաշինյանի խոսնակը հիշեցրեց, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը Ռոբերտ Քոչարյանի հետ մարտի 1-ի գործով անցնող ու խոշոր չափերով կաշառք տալուն
ու փողերի լվացման օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորներ, եթե հիշում եք, Մայրապետյանը 2019 հունվարից բուժման պատրվակով մեկնել էր երկրից ու չէր վերադարձել, խոսնակը նաև ասաց, որ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի վեհապարի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ։ Կաթողիկոսի հայտարարությունը մեկնաբանեց նաև Արարատ Միրզոյանը, ասելով, որ եկեղեցին ու պետությունը չպիտի խառնվեն միմյանց ներքին գործերին։ Իսկ Ալեն Սիմոնյանը առանձնացավ էլ ավելի կտրուկ ստատուսով։ Մեջբերում եմ ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը։ Իհարկե, այն ժամանակ, ինչպես որ հիմա, Քոչարյանի հետ կապած ցանկացած բան շատ տրիգերում է ԿՊ-ին ու կաթողիկոսի այս հայտարարությունը իրականում բացառություն չէր։ Մի կողմից ԿՊ-ականները ջղայնացան ու այսպես ասած շոու սարքեցին այս ամեն ինչից, մյուս կողմից էլ կաթողիկոսը կարծես առաջին անգամ ավելի բաց ու երևի համարձակ ցույց տվեց իր քաղաքական դիրքորոշումը։ Հիմա այս կոնտեքստը իմանալով հետ գանք մեր սիրելի եկեղեցի պետություն աշխատանքային խմբին, որը կարծես պիտի նման հարցերը քննարկեր եւ երկխոսության միջոցով լուծեր։ Ուրեմն 2020-ի հունիսին հրապարակը հարցմամբ դիմել էր կառավարությանը ու խնդրել էր ասել, թե այդ աշխատանքային խումբը ինչ է քննարկել։ Այս գործընթացում ներգրաված ամեն մի պետական կառույց իր մեկնաբանությունն էր տվել, բայց հուշագրավ էր ՊԵԿ-ի այս պատասխանը։ Ուրեմն հանդիպումների ընթացքում քննարկել են եկեղեցու ԱՀ-ից ազատված լինելու արտոնությունները, կառավարությունը եկեղեցուն առաջարկել է հարկերի հարցի լուծման այլընտրանքային տարբերակ, որը մեջբերում եմ հնարավորություն կտա օրենքի տառին համապատասխան խնդրո առարկա ծրագրերը ճանաչել բարեգործական, ինչը մայրաթորի կողմից ցավոք չի ընդունվել, նշված առաջարկությունը սակայն շարունակում է մնալ ուժի մեջ։ Սա ՊԵԿ-ի պատասխանն է։ Ըստ էության քննարկել են եկեղեցու որոշ գործունեություն հարկելու ու հարկային դաշտ բերելու հարցը ու համաձայնության չեն եկել։ Հիշում եք Փաշինյանի ելույթի ժամանակ այս նշված կետերից մեկն էր։ Եվ մյուս կետը կրթության բարեփոխումները, կրթության նախարարությունը նշում է, որ քննարկվել են այս հարցերը եւ նախարար Ժանա Անդրեասյանը հանդիպում է ունեցել եկեղեցի ներկայացուցիչների հետ 2020-ի մայիսին։ Պետրոս Ղազարյանը 2020-ի հուլիսին արդեն հմայք էր հրավիրել Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին, որը պատմել էր այս աշխատանքային խմբի մասին, մասնավորապես կրթության բարեփոխումների հետ կապված ինչ ու ոնց են քննարկել։ Լսենք մի հատված, որովհետև սա կարևոր հարցազրույց է իմ կարծիքով։ Քանի որ առաջադրված խնդիրը բազմազան էին եւ բազմապրոֆիլ, որոշում կայացվեց, որպեսզի ձևավորվեն երկկողմանի թեմատիկ 5 կենթախմբեր։ Դրանցից մեկը կրթական հարցերով ենթախումբն է։ Նախնական հարցերը հետեւյալն էին՝ կրթական ընդհանուր բարեփոխումներ, երկրորդ հայագեցու պատմության առարկայի ուսուցիչների պատրաստում, վերապատրաստում եւ մայրաթորունի կրթական հաստատություններ, այդ կրթական հաստատությունների հետ կապված խնդիրներ եւ այս կրթական ենթախմբի գործառույթներից մեկն էլ այն էր, որպեսզի գույքագրեր այն բոլոր խնդիրները, որոնք փոխադարձ հետաքրքրություն էին ներկայացնում։ Ուրեմն մայիսի 3-ին տեղի ունեցավ այդ հանդիպումը, մայիսի 10-ի դրությամբ մայրաթորի ենթախմբի կազմը այլևս հաստատված էր։ Առ այսօր կառավարության կողմից ենթախմբի կազմը հաստատված չէ։ Մենք ուրեմն մեկ անգամ հանդիպում ենք ունեցել 2019 թվականի հունիսի 17-ին կրթության փոխնախարար Արևիկ Անապիոսյանի հետ, դեռ մենք բարձրացրել ենք հետևյալ հարցերը. Մասնակցություն ունենալ կրթական բարեփոխումների ընդհանուր գործընթացին, որի վերաբերյալ պայմանավորվածություն ձևավորվեց, որ եկեղեցու ներկայացուցիչը կընդգրկվի ինչպես կրթական բարեփոխումների ընդհանուր հանձնաժողովի մեջ եւ նաեւ առարկայական հանձնաժողովների մեջ չափորոշիչների մշակման, ինչ տվյալ դեպքում հայագեցու պատմության առարկայի չափորոշիչի մշակման։ Դրան հետևեց Տիկին Անապիոսյանի պաշտոնից ազատումը եւ տևական ժամանակ այդ հանգամանքի վրա որևէ պաշտոնյա նշանակված չէր, որին հետևեց արդեն ձեզ հայտնի է Տիկին Ժաննա Անդրեասյանը։ Տիկին Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպում ունեցել է բազմաթիվ դիմումներից հետո կրթության նախարարություն Միքայել arczepiskopos Աչապայանը, որը մեր ենթախմբի պատասխանատուն է, եւ զրույցի ընթացքում վերստին խնդրանք է ներկայացվել, որպեսզի այդ ենթախմբի կազմը կառավարության կողմից հաստատվի, որպեսզի կարողանան քննարկումներ աշխատել։ Տիկին փոխնախարարի մոտ տպավորություն է ձևավորվել, որ դա ինչ որ ձևով քննարկում է կամ փոխհամաձայնեցում է, որի մասին ինքը բարձրաձայնվեց, բայց ըստ էության հանձնախմբային քննարկումներ, աշխատանքներ չեն իրականացվել։ Եվ մեզ համար անակնկալ էր, որ ընդամենը օրեր առաջ, հունիսի 17-ին
Այս Չափորոշիչները հրապարակվեցին։ ոչ հրապարակվեցին, ուղարկվել են նախ մեր պատասխանատուին Հայր Զաքարյային, որին մենք խնդրել էինք, որ ներգրավեն այդ չափորոշիչների մշակման գործընթացում, որը որևէ անգամ մասնակցություն չի ունեցել այս մշակման գործընթացին, ամսի 17-ին ուղարկվել է եւ ամսի 23-ին հրապարակվել է։ Իդեպ ես ուզում եմ կարևորությամբ ընդգծել նաեւ, որ 17-ին ուղարկված չափորոշիչի նախագիծը եւ հրապարակված նախագիծը ունեն իրարից որոշակի տարընթերցումներ, տարբերություններ։ Իհարկե մենք փաստի առջև ենք կանգնեցված, որտեղ մշակման գործընթացում հակառակ պայմանավորվածություններին որևէ ներգրավվածություն չենք ունեցել, որևէ մասնակցություն չենք ունեցել, բայց այս վիրավորվածության զգացումը չէ, բնականաբար, որ մեզ համար անընդունելի է դարձել չափորոշիչը։ Այսինքն, ըստ Տեր Արշակի, նախարարությունը ուղղակի դուրս է թողել եկեղեցուն այդ չափորոշիչների մշակման գործընթացից ու քննարկումներից հետաբար եկեղեցու մոտ ձևավորվել է այդ վիրավորված լինելու կամ ֆրուստրացիայի զգացմունքը։ Այստեղ Պետրոսը մի կարևոր հարց է տալիս, որ արժի նայել եկեղեցու դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար։ Սրբազան, տեսեք, ինչու երեխաները դպրոցներում պետք է սովորեն բոլոր կաթողիկոսների կենսագրությունը, բոլոր կոնդակների պատմությունը, բոլոր ժողովների պատմությունը։ Գուցե բավարար է, որ նրանք իմանան եկեղեցու մասին ամենակարևոր, ամենաֆունդամենտալ պատմությունները, իրադարձությունները, իսկ հետո, երբ որ նրանք շարունակեն ավելի ցանկանան իմանալ, դրա համար կա բուհ, դրա համար կան ձեր դպրոցները եւ վերջիվերջո նախարարությունը նաեւ ասում է, թե դպրոցը ցանկանում է այդ առարկան մտցնել, նա ազատ է։ Շատ լավ հարց եք տալիս։ Ինչու՞։ Այ մենք հնարավորություն պիտի ունենայինք, որ այդ ինչուները զուգադրել նախարարության հետ եւ մենք ծրագրային բարեփոխումներ անել։ Իհարկե, թեմաներ կան, որոնք որ նախարարությունը կամ կրթության համապատասխան փորձագետները նպատակահարմար կտեսնեին ընդգրկել, մյուսները նպատակահարմար չէին գտնի ընդգրկել։ Պիտի կարողանանք քննարկել, հասկանալու համար։ Մենք երբեք չենք բացառել հայ եկեղեցու պատմություն առարկայի ծրագրային բարեփոխման անհրաժեշտությունը։ Պիտի քննարկեինք, որպեսզի հասկանայինք, բայց վատն է, որ մենք երբևէ հնարավորություն չենք ունեցել քննարկումներ անելու։ Իհարկե, կարելի է այդ հարցի շուրջ քննարկել, բանավիճել։ Հիմա ինչու համար մենք հայ եկեղեցու պատմություն առարկան պիտի անցնենք։ Նույն հարցադրումը կարող եմ ասել, ինչու հայոց լեզու առարկան պիտի անցնենք, ինչու հայ գրականությունը պիտի անցնենք։ Հիմա տեսեք, հայ լեզու, հայոց լեզու եւ հայ գրականությունը հիմնական որպես բաղադրիչ առարկա սահմանված է։ Հիմա ինչու է սահմանված։ Կարելի է թողնել յուրաքանչյուր դպրոց ինքը ընտրի։ Չէ՞։ Չէ։ Ինչու։ Որովհետեւ լեզուն եւ գրականությունը դա մեր մշակույթն է։ Մենք լեզվով ենք խոսում այդ։ Հայոց պատմությունը։ Հայոց պատմությունն է, եկեղեցու մեր պատմությունն է պարտադիր դրված չէ։ Դրված է։ Հայրենագիտության մեջ է։ Փաստաթղթի մեջ նայեք։ Այո, ինչու ուրեմն կարելի է ազատ թողնել ինքնավարությանը, ընտրությանը։ Հիմա մենք ես ուզում եմ հասկանալ, ինչ ենք ուզում մենք որպես քաղաքացի կերտել։ Հիմա այս փաստաթղթի մեջ տպավորությունս այնպեսին է, որ այս փաստաթուղթը կարող է լինել ցանկացած երկրի հանրակրթական պետական չափորոշիչ։ Այս հարցազրույցից 2 ամիս անց սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը Արցախում։ Բնականաբար այս բոլոր հարցերը մղվեցին հետին պլան, ամեն ինչ 44 օրով այսպես կանգ առավ։ Կաթողիկոսի ու Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ պատերազմի երևի ամենաթեժ պահերին։ Վերջին անգամ նրանք պաշտոնական հանդիպում են ունեցել 2020-ի հոկտեմբերի 27-ին եւ այս նկարում երկուսն էլ տանջված տեսք ունեն։ Պատերազմից հետո Փաշինյանի իշխանությանը եկեղեցու կողմից, այսպես ասած, առաջին հարվածը եկավ դեկտեմբերի 8-ին։ Արամ առաջինը տեսահողերցով կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։ Նույն օրը Գարեգին երկրորդի ուղերձը նույնպես հրապարակվեց, որը իմ կարծիքով ավելի դիվանագիտական էր։ Նա Փաշինյանին հայրաբար հորդորեց վայր դնել վարչապետի լիազորությունները։ Կաթողիկոսը նաև կոչ արեց ԱԺ-ին ընտրել նոր վարչապետ եւ ձևավորել ժամանակավոր կառավարություն։ Այս կոչը կրկնվել է նաև 1 ամիս անց, հունվար ամսին 2021 թվականի։ Իհարկե մենք չգիտենք արդյոք եկեղեցուն որոշում կայացնողները որևէ քաղաքական հաշվարկ արել են թե չէ, եթե արել են ինչ եզրահանգման են եկել, բայց ես կհամարձակվեմ ենթադրել, որ եթե արվել է նման հաշվարկ, ուրեմն գերակշռել է այն դիտանկյունը, որ պարտությունից հետո Փաշինյանի իշխանափոխությունը ուղղակի ժամանակի հարց է։ Այս ժամանակ, եթե հիշում եք, հակակառավարական ցույցեր էին սկսվել, որին մասնակցում էին եկեղեցականներ, որոշները նույնիսկ ելույթներ էին ունենում, օրինակ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Քահանայի ելույթները շատ էին տարածվում, նա դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության ցույցի ժամանակ ելույթ էր ունեցել։
Տեր Հովհաննեսի իմիջիայլոց վիրավորվել էր 2023-ին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման արդյունքում ու վիրահատություն էր տարել։ Հիմա նա Եռաբլուրի եկեղեցու հոգևոր հովիվն է։ Բնականաբար իշխանական ներկայացուցիչները սուր ռեակցիա տվեցին, որոշ դեպքերում նաև աբսուրդի հասնող, հիշենք արդեն նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանի խոսքերը։ Ասում գիտնականները, կաթողիկոսները, նախ ինչի երկու կաթողիկոս ունես, հələ միատել, բայց կաթողիկոսները, մի վաղ 3 հատ կաթողիկոս ունեինք։ Կաթողիկոսները, գիտնականները, նախագահը, որ քիչ ամեն մարդն փողոց փագի, ակտիվիստի ջանասիրությամբ, բանը իրանք պահանջում են, որպեսզի բանը, հա, գումարի նախագահին ձայնը 1, երկու կաթողիկոսներ, մեկին գումարած 2, 3, գիտնականները 1000 հոգի, 1003, դասախոսները, որոնք որոշակի բաներից պիտի զրկվեն հետագայում, 5000, 6003, Զապասով երկու անգամ ավելացնենք 20000, 20000 բա միլիոն է այ մարդ։ Ֆանտաստիկ հաշվարկ եք անում, Ոչ Ինչևէ, այս ուղերձից հետո Կաթողիկոսը դեկտեմբերի 13-ին Էջմիածնում ընդունեց վարչապետի միասնական թեկնածու ու ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Վազգեն Մանուկյանին։ Կարծում եմ ակնհայտ է, որ երբ Կաթողիկոսը հայրական հորդոր է անում հրաժարական տալ ու հետո ընդունում է ընդդիմության միասնական թեկնածուին, սա խոսում է եկեղեցու հստակ քաղաքական դիրքորոշման մասին։ Ու 2021-ին առաջին անգամ Փաշինյանը արդեն ներկա չէր վեհապարի գլխավորությամբ մատուցված Սուրբ Ծննդյան պատարագին։ Փաշինյանը նույն օրը առավոտյան ստատուս էր հրապարակել, որում մեջբերում էր խոզերի առջև մարգարիտներ փռելու մասին աստվածաշնչյան հայտնի տողերը։ Կաթողիկոսի խոսքը պատարագի ժամանակ նույնպես բավականին սուր էր ու զուրկ չէր քաղաքական ենթատեքստերից։ Աստվածամերժ ոգին եւ օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափացեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով, մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Արշակ Սրբազանը իշխանության ներկայացուցիչների բացակայությունը այսպես էր մեկնաբանել։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում։ Ես կարող եմ ասել այսքան. եկեղեցու նկատմամբ արհամարհանք չի կարող դրսևորել եւ ոչ ոք։ Ամենայն դեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որևէ մեկը կարող է մտածել, որ կարող է արհամարհանք դրսևորել։ Արհամարհանքը վերադարձում է եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով, ինքնաբերաբար վերադարձում է։ Դա նույնն է, որ արհամարհանք դրսևորես Աստծո նկատմամբ։ Ես հակված չեմ այդպիսի մեկնաբանության, այդպիսի բացատրության։ Ասեմ, որ 2021-ից սկսած մինչև հիմա Փաշինյանը ոչ մի տարի չի մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագներին, այսինքն արդեն 5 տարի։ Եթե հիշում եք, այս տարի 2025-ի Սուրբ Ծննդյան օրը նա առավոտյան ծվաձեղ էր սարքել, իսկ երեկոյան գնացել էր Արուջ հոգևոր երաժշտության փառատոնին Աննա Հակոբյանի հետ։ Մի կարևոր դրվագ էլ կա արտահերթ ընտրություններից ու Փաշինյանի վերընտրվելուց հետո արդեն 2022-ին Կաթողիկոսը Մայր Աթոռ հրավիրեց ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արցախի նախկին նախագահներ Ղուկասյանին, Սահակյանին ու ինչ որ անհասկանալի, այսպես շահագրգիռ քննարկման, որի մասին որևէ մանրամասներ չկար։ Այս հանդիպմանը Կաթողիկոսը անդրադարձավ 2023-ի հրապարակին իր տված հարցազրույցում ու ասաց, որ մեջբերում եմ տարբերությունների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։ Էլի հստակ չի, թե ինչ քաղաքական հաշվարկ էր արվել Էջմիածնում այս հանդիպումը կազմակերպելուց առաջ։ Նույն հարցազրույցում Կաթողիկոսը նաև ընդունում է, որ իշխանության հետ հարաբերությունները մեղմ ասած ամենաբարձր մակարդակի վրա չեն, սա Կաթողիկոսը դիվանագիտորեն բնութագրում է որպես որոշ տարակարծություններ։ 2023-ի գարնանը եկեղեցի իշխանություն հարաբերությունները կրկին սրվեցին, ապրիլի 20-ին Կաթողիկոսի ճեպազորույցի ընթացքում
նրան տալիս են հետաքրքիր հարց, որին ինքը տալիս է էլի հետաքրքիր պատասխան։ Եվ արդյոք դուք շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչի մասին հայտնել եք դեռևս 2020 թվականին։ Նախ մեր վերաբերմունքը Արցախի կարգավիճակի եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ մենք ներկայացրեցինք։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի այդ գաղափարի հետ։ Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք եւ այդ առնչությամբ կարծիք մենք չենք կարող հայտնել եւ դիրքորոշում չենք կարող արտահայտել։ Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը իգին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Ինչ վերաբերում է հրաժարականին։ Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել։ Եվ հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում։ Մի օր անց Փաշինյանը ԱԺ-ում հարցոպատասխանի ժամանակ ելույթ է ունենում ու անդրադառնում է Կաթողիկոսի այս ճեպազրույցին։ Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Եվ դա համաձայն քրիստոնեական տեսության։ Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս Առաքյալի Հռոմեացիներին ուղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասում է. չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում։ Թող եկեղեցին ինքը իր էության, ինքը իր տեսության եւ ինքը իր հավատի մասին մտածի եւ Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել եւ հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը։ Այս ելույթից մի քանի օր անց, ամսի 24-ին Ծիծեռնակաբերդում էլի ճեպազրույցի ժամանակ լրագրողը Փաշինյանի այս ելույթի մասին Կաթողիկոսին հարց է տալիս, որին Կաթողիկոսը նախընտրում է չպատասխանել։ Ու եթե Կաթողիկոսը չուզեց որևէ բան ասել, այլ եկեղեցականներ պատասխանեցին Փաշինյանին, օրինակ Տեր Զարե Քահանան նման բաներ գրել։ Այստեղ զուգահեռ գնում էր նաև կրթության բարեփոխման թեման, ապրիլի 20-ի ճեպազրույցի ժամանակ Կաթողիկոսին հարցնում են դասագրքերի եւ հայոց եկեղեցու պատմության առարկայի մասին։ Մեզ համար անընդունելի է, մերժելի է մոտեցումը տարալուծել հայ եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ կամ սահմանափակել միայն 1 կամ 2 դասարանում դասավանդելով։ Եթե նման մոտեցում է որթեգրվում, պետք է որ հստակեցվի նպատակը։ Վերջնանպատակը որն է այդ առարկայի ուսուցման։ Ինչի ենք ուզում հասնել, ինչ ենք ուզում արձանագրել։ Մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը որ ձևակերպումն էր տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր կողմից, մեր դիրքորոշումներում արտահայտված է։ Հաջորդ օրը ԿԳՄՍՆ նախարարը ասաց, որ կրթության չափորոշիչները չեն փոխվելու։ Նաև չմոռանանք նոր տարվա դրամաները 2023 դեկտեմբերի 31-ին կեսգիշերից մի քանի ժամ առաջ Մայրաթոռը տարածեց այս հայտարարությունը։ Սա շատ մեծ քննարկումների թեմա դարձավ սոցիալական ցանցերում։ Մի մասը նշում էր, որ ՀՄԿ-ը իրավունք չունի նման բան անելու, փաստարկներից մեկը այն էր, որ սա արդեն ձևավորված ավանդույթ է, որը հիմա խախտվում է, եւ փաստարկներից մեկն էլ այն էր, որ առաքելական եկեղեցին սահմանադրությամբ ունի հատուկ նշանակություն մեր պետության, հայերի ինքնության եւ մշակույթի մեջ, եւ ՀՄԿ-ի ղեկավարությունը ընդհանրապես ով է, որ նման բան որոշի։ Իսկ մյուս ճամբարը, որը կամ կողմ էր, կամ առանձնապես շատ չնեղվեց այս զարգացումից, հիմնականում կպնում էին Կաթողիկոսի անձին, հարցականի տակ էին դնում նրա պարկեշտությունը, լեգիտիմությունը, իսկ ավանդույթի փաստարկին հակադարձում էին ասելով, թե ինչ կապ ունի, որ դա ձևավորված ավանդույթ է, ով ուզում է նայել Կաթողիկոսի ելույթը, թող ասենք, չգիտեմ, շողակաթնայի։ Հենց նոր տարվա գիշերը Հայեդա Աղբալյան ուսանողական միությունը ասենց ակցիա արեց ՀՄԿ-ի դարպասներին փակ ցնելով ամոթանքի պաստառներ, TRT 1-ը դա Թուրքիայի հանրային ալիքն է։ Հունվարի 3-ին երեկոյան ՀՄԿ հայտարարություն
տարածեց։ Կարճ ասում էին հետևյալը, քանի որ եկեղեցին չուզեց կաթողիկոսի ուղերձը ներառվի լուրերի մեջ, բավարարվել են եկեղեցու պահանջը եւ կաթողիկոսի ելույթը ընդհանրապես չեն հեռարձակել ՀՄԷԿ-ով, նաեւ առաջարկում են այս հարցը օրենսդրական դաշտում կարգավորվի։ ՀՄԷԿ-ից այլ բացատրություն չի եղել։ Հաջորդ տարի 2024-ի դեկտեմբերին էլ ՀՄԷԿ-ը չհեռարձակեց կաթողիկոսի ելույթը։ Մայրաթորը ցիտում եմ նպատակահարմար չէր համարել կաթողիկոսի ելույթի հեռարձակումը, քանի որ հանրայինը չէր քննարկել ելույթը ժամը 10-ին լուրերի թողարկումից հետո հեռարձակելու իր որոշումը եկեղեցու հետ։ Հետո 2024-ի ապրիլին տեղի ունեցան բողոքի ցույցեր Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին սահմանազատման ու սահմանագծման դեմ, հիշում եք ինչ լարված էր, ոսկեպարծիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ Ցույցերի արդյունքում ձևավորվեց Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդած Տավուշը հանուն հայրենիքի կամ Սրբազան պայքար շարժումը։ Այն քալերթով եկավ հասավ Երևան ու հունիսի 12-ին տեղի ունեցան բախումներ, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, լրագրողները տուժեցին եւ այլն։ Փաշինյանը բայց միանգամից արդարացրեց ոստիկանների գործողությունները։ Բայց հավաքների ակտիվությունը նվազեց այս դեպքերից հետո, որոշակի դադարից հետո սեպտեմբերի 22-ին Սրբազան պայքար շարժումը հավաք անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաջորդ հանրահավաքն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանությունից չեն հեռացրել։ Բայց Սրբազանի շարժումը չհասավ որևէ շոշափելի հաջողության, շատ տարբեր պատճառներով։ Փաշինյանին հեռացնելուց անդին որևէ պլան չկար, իշխանությունը կարողացավ ուժ օգտագործելով մարել շարժումը, զանգվածային աջակցություն չկար, Սրբազանը չուներ հստակ տեսլական եւ այլն, բայց հիմա ըստ Սրբազանի հիմնական պատասխանատվությունը ինքն է կրում։ Սա Փաշինյան եկեղեցի հարաբերությունների մեջ կարևոր է նրանով, որ Բագրատ Սրբազանը եկեղեցու դեմքերից մեկն է ու ինստիտուցիոնալ ուղիղ կապ ու աջակցություն ունի եկեղեցու կողմից ու պարզ է, որ եկեղեցի իշխանություն կոնֆլիկտի կարևոր մասն է։ Նաև եկեղեցի իշխանություն հարաբերություններում շատ կարևոր դեր ունի եկեղեցու դիրքորոշումը Արցախի վերաբերյալ։ Կաթողիկոսը տարբեր առիթների ու նույնիսկ պատարագի ժամանակ ասել է, որ Արցախի ինքնորոշման եւ արցախցիների իրավունքների հարցը եկեղեցու համար շատ կարևոր է եւ որ Արցախը երբեք անցյալ չի դառնալու։ Գաղափարական խորը անհամաձայնություն կա իշխանության հետ, որը այսպես ասած փակել է Արցախի էջը։ Ու խոսելով գործադիր իշխանության ու կրոնական կազմակերպությունների վարկանիշից, հետաքրքիր է Կովկասյան բարոմետրի հարցման տվյալները, որին մասնակցել է 1561 հոգի, բայց հաշվի առեք, որ խոսքը ոչ թե կոնկրետ առաքելական եկեղեցու մասին է, այլ կրոնական կազմակերպության։ Ամեն դեպքում այս տվյալները ցույց են տալիս, որ պետական քաղաքական կառույցների հանդեպ խորը անվստահություն կա, իսկ բանակն ու կրոնը առանձնանում են վստահության բարձր մակարդակով։ Իհարկե որոշ մանրամասներ բաց եմ թողել, բայց ամենակարևոր կետերին ու իրադարձություններին իմ կարծիքով անդրադարձել եմ։ Այս ամենը վերհիշելով հուսով եմ Փաշինյան եկեղեցի կոնֆլիկտը ձեզ համար ավելի պարզ դարձավ, որ այս ամեն ինչը օգնեց ավելի քննադատական ու փաստահեն մոտեցում ձևավորել այս հարցի մասին։ Ես ձեր փոխարեն չեմ ուզում որևէ եզրակացություն անել, բայց ունեմ մի հարց. ինչի հիմա այսպես սրվեց այս կոնֆլիկտը ու ում է այս ամեն ինչը ձեռնտու։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, ես անպայման դրանք կկարդամ։ Շնորհակալ եմ այս վիդեոն նայելու համար, բաժանորդագրվեք, տարածեք, սեղմեք լայք, երևի նման վիդեոներ էլի են լինելու, եթե զգամ, որ դրա պահանջը կա։ Կհանդիպենք մինչ